Քեզանից հետո սերիալը շարունակում է իր հաղթարշավը, այն օր-օրի նոր ռեկորդներ է սահմանում, դառնալով ոչ միայն ամենադիտված, այլև ամենաքննարկվող նախագծերից մեկը։ Ամեն նոր սերիայից հետո սոցիալական ցանցերը լցվում են հուզված մեկնաբանություններով, տեսանյութերով ու քննարկումներով։ Հեռուստադիտողները պարզապես ապրում են հերոսների հետ նրանց երջանկությամբ, ցավով ու պայքարով։ Այս օրերին գլխավոր թեման անշուշտ Էվայի և Ռոբի ամուսնությունն է։ Երկար ճանապարհ անցած, տասնյակ փորձություններ հաղթահարած այս զույգը վերջապես միավորվեց սիրո, հավատքի ու փոխադարձ նվիրվածության խորհրդով։ Ռոբը, ով միշտ էլ եղել է ուժեղ, համարձակ, բայց միևնույն ժամանակ խոցելի կերպար, ապացուցեց իսկական սերը վախ չի ճանաչում։ Նա պատրաստ է անցնել ցանկացած դժվարության միջով, միայն թե լինի իր սիրելի Էվայի կողքին։ Նրանց հարսանեկան կադրերը հեռուստադիտողների համար դարձավ հուզիչ ու խորհրդանշական պահ՝ լույսով լցված, պարզ երաժշտությամբ, իսկ Էվայի աչքերում սեր ու հույս։ Այդ պահին թվում էր, թե բոլոր ցավերն ու վախերը մնացել են անցյալում, բայց հենց այս երջանկության ֆոնին սկսվում է պատմության ամենադրամատիկ շրջանը։ Հեռուստադիտողներին այս պահին հուզում է մեկ հարց՝ արդյոք Արսենը կմահանա, թե ոչ։ Այդ մասին մեկնաբանել է սիրված դերասանուհի Անի Երանյանը, որն առաջարկում ենք դիտեք ինքներդ։ Ողջույն ընկերներ, հուսով եմ լավ եք, մեր 13-րդ սերիան բոլորին լացացրել է և շատ-շատերին թվացել է, թե սա վերջին սերիան է, բայց պիտի ձեզ ուրախացնեմ և ասեմ, որ դեռ ունենք 3 էպիզոդ, այնպես որ սպասեք հինգշաբթի օրվա սերիային և շնորհակալություն, որ սիրում եք մեր ֆիլմը և հետևում եք։ Այնքան եք գրում 13-րդ սերիայի վերջաբանի հետ կապված, բոլորդ անհանգստացած, մեծ հուզմունքով, արդյոք Արսենը մահացել է, թե չէ։ Ես շատ ուրախ եմ, որ Արսենի կերպարը այդպես սիրվել է, ես կարծում եմ ֆիլմում յուրաքանչյուրի կերպարը առանձնահատուկ տեղ ունի։ Եվ Անի Մաղաքյանը սցենարիստ և մենք իսկապես ամեն ինչ փորձել ենք անել, որ յուրաքանչյուր կերպար լինի յուրահատուկ և իրան սիրեք։ Իհարկե ես ձեր այդ հարցերին չեմ պատասխանելու, արդյոք Արսենը մահացել է, թե չէ, դուք դա կտեսնեք 14-րդ սերիայում, բայց շատ ուրախ եմ, որ ստանում եք էմոցիաներ, որովհետև այս ամեն ինչը արվում է, որպեսզի դուք ունենաք էմոցիա։ Ու փաստորեն մեզ մոտ դա ստացվել է։ Շնորհակալություն։ Սոֆիի ամուսինն իմանում է ճշմարտությունը և բնականաբար նրա աչքերում դավաճանության, ցավ, խենցասում ու վրեժի կրքոտ ցանկություն է առաջանում։ Սոֆին սիրում է Արսենին, իսկ Արսենը Սոֆիին։ Սոֆիի ամուսինը որոշում է հարցերն իր ձևով լուծել, առանց խոսքերի, առանց բացատրությունների։ Եվ ամենահուզիչ պահին լսվում է կրակոցի ձայնը, գնդակն ուղղվում է Արսենի կողմը։ Այդ վայրկյանը դառնում է սերիալի ամենալարված պահերից մեկը, քանի որ Արսենն ամենասիրված կերպարներից մեկն է այս հեռուստասերիալում, աշխարհը կարծես կանգ է առնում։ Հեռուստադիտողները ցնցված են։ Արսենը չի կարող մահանալ, նա դեռ անավարտ խոսքեր ունի Սոֆիի հետ, սերը պետք է փրկվի, գրում են նրանք։ Բոլորը հավատում են, որ Արսենը կփրկվի։ Ոմանք նույնիսկ նշում են, որ այս կրակոցը կարող է դառնալ ոչ թե ավարտ, այլ նոր սկիզբ։ Թերևս հենց այս ցավոտ դրվագն է, որ վերջապես բացահայտելու է Սոֆիի իրական զգացմունքները, նրա ներքին պայքարը և ճակատագրական ընտրությունը։ Միևնույն ժամանակ հաջորդ սերիաների անոնսները հուշում են, որ իրավիճակը գնալով էլ ավելի բարդ է դառնալու։ Էվան ու Ռոբը, ովքեր վերջապես հասել էին երջանկության, այժմ ստիպված են լինելու բախվել նոր ցավերի։ Սոֆին, ով միշտ խուսափում էր ճշմարտությունից, ստիպված է լինելու նայել իր արարքներին ուղիղ աչքերի մեջ։ Անի Երանյանի խոսքով առաջիկա մասերը լինելու են ամենաուժեղները, իսկ դրամատիկ գիծն առավել խորն ու մարդկային։ Սա սերիալի ամենաէմոցիոնալ շրջան է, որտեղ յուրաքանչյուր հերոս անցնելու է իր կյանքի
ամենամեծ փորձությունը, գրել է նա, այնինչ այժմ կատարվում է, կարծես պատմության գագաթնակետն է սիրո, մեղքի, ներումի ու մարդկային սահմանների մասին, և մեկ հարց դեռ կախված է օդում, արդյոք կփրկվի Արսենը, թե ճակատագիրը ևս մեկ անգամ կխաղա իր դաժան խաղը։ Մի բան հստակ է, ամենահուզիչ, ամենադրամատիկ սերիաները դեռ առջևում են, սերը փորձության առաջ է կանգնած, և ամբողջ Հայաստանը սպասում է ինչ ավարտ կունենա այս պատմությունը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, դուք էլ չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու-բիզնեսյան անցուդարձի մասին և ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում էլ չմոռանաք գրել, ինչ եք կարծում, արդյոք Արսենը կփրկվի, թե կմահանա։ Արդյոք նման դաժան ճակատագիր էր սպասվում Արսենի կերպարին։ Յուրաքանչյուր կարծիք կարևոր է մեզ համար, այնպես որ գրիր քո կարծիքը։